Միացրեք Աննա Գրիգորյանի խոսափողը։ Պարոն Պողոսյան, քննչական վարույթներ նախաձեռնելիս ես ակնհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում եւ նաեւ ակնհայտ քաղաքական ենթատեքստ հարուցած գործերի շրջանակներում։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ քաղաքացի Սամվել Վարդանյանը ԿՊ-ական падգամավորին ավտոբուսում տեսնելիս նրան գնահատականներ է հնչեցնում, վիրավորում է եւ դրան հաջորդում է անմիջապես վերջինիս ձերբակալումը, կալանավորումը, ինքը կալանքի տակ է եղել, այնուհետև տնային կալանքի տակ, վարչական վերահսկողություն եւ այլն։ Բայց օրինակ Մասիվի թաղապետը օրը ցերեկով կամերաների առջև ուղիղ եթերով ծեծի է ենթարկում քաղաքացու եւ որևէ հետևանք չի ունենում, այսինքն ոչ ձերբակալվում է, ոչ կալանավորվում է։ Այս երկակի ստանդարտները ինչով կարող եք բացատրել։ Հաջորդ հարցը վերջերս 2 օր առաջ ձերբակալվել ու կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Ես ուզում եմ հասկանալ այդ ձևը նրա ձերբակալման, այդ խայտառակ իրողությունը, որ ականատես եղանք, ինչով է պայմանավորված, կամ ինչի համար ընդհանրապես կալանավորված Լիլիթ Աղեկյանը, կրկնում եմ այն նույն իրողությունների մասին է խոսքը, ինչ ես արդեն նկարագրեցի, ունենք դեպք առերևույթ ծեծի ենթարկելու եւ ուղղակի գնահատական հնչեցնելու։ Ոնց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել ոչ միայն պաշտոնավորում է, նաեւ ազատ է, բայց մյուս անձը, ով ընդհանրապես գնահատական է հնչեցրել, գտնվում է կալանքի տակ։ Երկրորդ հարցը տխրահրճակ Անիֆի մասին պետք է հնչեցնեմ։ Ձեր վարույթում է մոտ 3 տարի, 3 դատախազն ասաց, որ կան առանձնացված 5 թե 6 գործեր այդ հիմնադրամի փողերի մսխման շրջանակներում։ Ես ուզում եմ հասկանալ, թե մինչև այսօր, այսքան տարիներ անց, ինչու որևէ անձ ներգրաված չէ որպես մեղադրյալ, եւ այս գործի շրջանակներում արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով, որ հիմնադրամը գտնվում է կառավարության ներքո, հետեւաբար կառավարության ղեկավարն է նախ եւ առաջ, որ պատասխան պետք է տա այս գումարների փոշիացման համար։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան։ Նախ նշեմ, որ ես հիմա տեսական հարցեր ստիպված եմ լինելու տեսական ձևով ասեմ, որովհետև ըստ էության դուք նշում եք Մասիվի թաղապետի հետ կապված քրեական վարույթը զուգահեռներ եք անցկացնում, թե ինչի օրինակ չի ձերբակալվել, չի կալանավորվել եւ այլն եւ այլն։ Դուք չգիտեմ վարույթին տեղյակ եք թե չէ, մենք ըստ էության այն արարքը, որ մեղսագրված է արդեն ունենք, ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ Ինչա՞։ Ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Ծեծը։ Իսկ վիրավորանքը։ Ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից, որը մեղսագրվել է։ Այսինքն մենք հիմա քրեական վարույթներով չենք կարող մատնանշել մեկ քրեական վարույթ, ըստ էության, երբ որ անձին առաջի անգամ հանցանք կատարած ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձին ձերբակալեն։ Ինչ վերաբերում է պաշտոնավարման կասեցման հետ կապված, որը նաև խափանուն միջոցի տեսակ է, օրենքը հստակ հիմքերը տալիս է իրավապայմանները, երկու հիմք գոյություն ունի, երբ որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պաշտոնավորման կասեցում է կիրառվում կոնկրետ անձի վերաբերյալ, երբ որ ըստ էության անձը շարունակելով մնալ պաշտոնում կխոչընդոտի գործիքությունը կամ կկատարի նոր հանցանք։ Իսկ տվյալ պարագայում դուք գիտեք, որ ըստ էության պաշտոնական դիրքի կապակցությամբ չի տեղի ունեցել այդ ամեն ինչը եւ հետեւաբար վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ բացակայելու արգելք կիրառելու խափանուն միջոցը բավարար երաշխիք է, որպեսզի ապահովի կոնկրետ անձի դատավարական պատշաճ վարքագիծը։ Հաջորդը Լիլիթ Աղեկյանը վերաբերյալ քրեական վարույթը, որը մատնանշեցիք, Տիկին Գրիգորյան, ես չգիտեմ դուք որքանով եք ծանոթ քրեական վարույթներին, ես մի հատ հանգամանք կուզեմ նշեմ, մասնավորապես Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա, թե դատարանում, թե նախաքննության փուլում։ Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ Մեկ գործով, երկու գործով, 3 գործով, երբ որ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ որ դու տեսնում ես, որ այլևս այդ խափանման միջոցը չի չեզոքացնում անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթ իրականացնող մարմինը ծայրահեղ ինչի է գնացել ծայրահեղ խափանման միջոց կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել, որովհետև անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս անչափահաս երեխաների մասնակցությամբ եւ նկատմամբ Լիլիթ Աղեկյանի գործի մասին է խոսքը։
Անչափահաս երեխաների նկատմամբ եւ դպրոցի ամբողջ դպրոցի բնականon գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել եւ ընդ որում անձնական շարժառիթներով հաջորդը դատական նիստի բնականon process-ը խաթարել, դատավորին վիրավորել եւ այլը, դրա համար մենք ստիպված, հարկադրված գնացել ենք այդ ծայրահեղ խափան միջոցի։ Այլ խափանման միջոց չէր կարող երաշխավորել, երևի արձագանքեմ ճիշտ ասած հարց։ Արձագանք։ Արձագանքեմ։ Չէ, արձագանք։ Պարոն Պողոսյան, ես քնիչ չեմ, դատավոր չեմ, իրավաբան չեմ, բայց պարտադիր էլ չի որ լինեմ։ Կա երկու պարզ դրվագ։ Մի դեպքում մարդը ծեծում է, մյուս դեպքում ուղղակի գնահատականը հնչեցնում, եթե կուզեք վիրավորանք։ Եթե կարծում եք, որ ծեծի պարագայում նորմալ է, որ մարդը մնում է ազատության մեջ, ես հակառակը չեմ պնդում, ուղղակի երկու իրավիճակ եմ ներկայացնում։ Ասում եմ, դուք երկակի ստանդարտներով եք առաջնորդվում եւ կոնկրետ քաղաքական ենթատեքստ կա այդ գործերի մեջ։ Մի դեպքով մարդը ծեծի է ենթարկում, իր համար խնդիր չկա, չի կալանավորում, չի ձերբակալվում, մյուս դեպքում դատավորին ասել է կոռուպցիոներ, այսինքն դատավորին կոռուպցիոներ ասելու համար պետք է մարդը կալանավորվի, կամ Սամվել Վարդանյանի դեպքով ավտոբուսում հնչեցված գնահատական վիրավորանքի համար մարդը կարա ձերբակալվի, կալանավորվի, բայց ծեծի դեպքում չպետք է կալանավորվի, այս ինչ եք ասում։ Ես նորից եմ ասում, չեմ ասում թաղապետը պետք է կալանավորվի, պետք է ձերբակալվի, ասում եմ երկու իրավիճակ կա։ Մի դեպքում ձեր գործողությունները եղել անհապաղ կալանավորումը, մյուս դեպքում ասում եք ինչ ա եղել, որ անիվի մասով խնդրում եմ հարցերս նորից անդրադառնաք։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան։ Ես ճիշտ ասած նորից Ես նշում եմ, պարզ ասում եմ Լիլիթ Աղեկյանը առաջի անգամ չի հանցանք կատարել, ասում եմ Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ ա կատարել, մենք ընտրել ենք անազատության հետ չկապված խափան միջոց 1, 2, 3 դեպքով, կներեք էլի ես, հետո երբ որ տեսնում ենք, որ այդ խափան միջոցը չի ապահովում անձի պատշաճ վարքագիծը դատավարական եւ կատարում է այլ հանցանքներ, ոչ թե ծեծ, ոչ մեծ ծանրության հանցագործություն, այլ առավել ծանր հանցանք, դատանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, դատավարության մասնակիցներին խուլիգանություն եւ այլն, որը որ մեղսագրում ենք, մենք առաջի անգամ հանցանք կատարած անձի մասին չի խոսքը։ Մենք հարկադրված տեսնում ենք, որ դա չի երաշխավորում անձի վարքագիծը։ Հիմա սրանք եւ այն առաջի դեպքը կարծում եմ նույնական չէ։ Հանցանքների թվականակի առումով մեկ սուբյեկտների եւ կատարած հանցանքի ծանրության առումով դրանք ոնց կանանք նույնացնենք։ Զարոյ Բաթոյան։ Ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Դրություն։ Պարոն Պողոսյան, մի պատասխանեք տեղից արձագանքներին։ Զարոյ Բաթոյան։ Զարոյ Բաթոյան։ Լրություն։